Սամվել Կարապետյանը Ալիևին համարում է Փաշինյանի շեֆը, շեֆի հանձնարարությունները պետք է կատարի, որ շեֆը չչղայնանա եւ այլն։ Ահա այս է այս քաղաքական ուժի փիլիսոփայությունը, էլի, հա։ Չեմ կարող ասել, որ ես սպասում եմ, որ մի օր վերջապես ուժեղ Հայաստանը կամ ամեն մյուս Ռոբերտ Քոչարյանը կամ պարոն Ծառուկյանը որակյալ արդյունավետ հուսադրող քաղաքական ծրագրեր են ներկայացնելու մեզ, նստենք, կարդանք, համեմատենք, ասենք դպրոցների երեխեքի անկրագիտությունը այս քաղաքական ուժը այսպես է լուծելու, այս քաղաքական ուժը այսպես, այս մեկը այսպես, այս մեկը այնպես։ Ապակենտրոնացում։ Մի արի Սամվել Կարապետյանին հարցրու, թե Հայաստանում համայնքների ընդհանրապես ներողություն, կառավարման ապակենտրոնացում կամ տարածքային համաչափ զարգացումը ձեր ծրագրի կոնցեպտների մեջ կա ձևակերպած, ո՞նց է դա լինելու։ Տեղական ինքնակառավարման բարելավումը ո՞նց է կանելու։ Պարոն Քոչարյան, պարոն Ծառուկյան եւ մյուսներ։ Այն մյուսների ծրագրերն էլ կարող է ավելի արդյունավետ լինեն, քան թե այս երյակինը կամ չգիտեմ, քարյակ, հնգյակ, էլի կան քաղաքական ուժեր, ովքեր սրտանց կմիանային այս երեքին։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։